Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Արարատի եթերում այս հաղորդման շրջանակներում բացահայտելու ենք Մասիս խոշորացված համայնքին պատկանող Զորակ բնակավայրը։ Սիրելիներս, ես առաջին անգամ եմ Զորակում, այդ պատճառով եկել եմ վարչական ղեկավարի նստավայր, որպեսզի այստեղ ինձ պատմեն գյուղի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Ես Արմինեն եմ, աշխատում եմ Զորակի վարչական նստավայրում, առաջին կարգի մասնագետ։ Ահա, ուրախ եմ շատ ձեր գյուղում հյուրընկալվելու համար եւ կցանկանամ, որ մեզ պատմեք Զորակի մասին։ Զորակը փոքր գյուղ է, ունի 2000-ից ավել բնակչություն, 1988 թվականին տեղահանված բնակիչներ Ադրբեջանից եկել են այստեղ, բնակություն են հաստատել, արցախցիներն են հաստատել բնակչություն 2020 թվականի եւ 23 թվականին։ 2020 թվականի արցախցիները, որ եկել են, ընդունել ենք մինչև 518 անձ, 200-ից ավել ընտանիք, 23 թվականին ընդունել ենք 600-ից ավել անձ, 200-ից ավել ընտանիք, ներկայումս արցախցիները բնակվում են այստեղ, հիմնական բնակություն են հաստատել, մոտ 120 ընտանիք, 318 անձ։ Արմինե ջան, կուզեմ իմանալ, թե Զորակը որ թվականին է հիմնադրվել։ 1712 թվականին է հիմնադրվել, սկզբնականում ունեցել են 25 ընտանիք, հետագայում աստիճանաբար ընտանիքների քանակը մեծացել է։ Ահա, իսկ գիտեք ինչու են գյուղը կոչել Զորակ։ Ցանկացել են կոչել Անդրանիկավան, սակայն ինչ-ինչ առումներով չի ստացվել, որպես Զորավար Անդրանիկի անվանակոչման առաջին տառերով։ Զորակ։ Այո, 1991 թվականին է անվանակոչվել։ Այդ տեսեք, ես անվան մասին չգիտեի։ Այստեղ մարդիկ ինչով են զբաղվում, ինչպես են եկամուտ ստեղծում։ Զբաղվում են անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, բաժան, բոստանային կուլտուրայով, ունենք ձկնաբուծարաններ, ունենք Crown Chemical ներկերի գործարան, նախկինում եղել է կոշիկի գործարան, սակայն ներկայումս փակվել է։ Հիմնականում, քանի որ քաղաքից մոտ է մեր համայնքը, կենտրոնում է գտնվում Խաչմերուկի, կարելի ասել, Էջմիածին Մասիս մայրուղու, Երևանում են աշխատում, Մասիսում են աշխատում, Գրանդ Տոբակոյի աշխատակիցներ բավականին ունենք, որտեղ որ աշխատում են։ Գյուղում ունեք դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն։ Այո, մանկապարտեզը բացել ենք 2018 թվականին, դպրոցը միշտ գործել է, ունենք 300-ից ավել աշակերտ, մանկապարտեզում 97-ից ավելի սան։ Իսկ մշակույթի տուն։ Մշակույթի տուն այլևս չի գործում։ Ափսոս։ Բայց ցանկալի է, չէ՞։ Այո, մինչև 21 թվականը որոշ չափով գործել է, ուղղակի անմխիթար վիճակում է գտնվում, դրա համար չեն կարող վտանգի առաջացնում արդեն մեր բնակիչների երեխաների համար։ Արմինե ջան, իսկ տրանսպորտի առումով զորակցիները խնդիրներ ունենում են։ Հիմնականում ոչ, քանի որ եւ քաղաքի հետ ունենք կապ եւ Մասիսի եւ Էջմիածնի, ուղղակի մեր խնդիրը տրանսպորտի միայն այն է, որ 473 մայրուղու տրանսպորտը մատակարարում է մոտ 4-5 գյուղ եւ փոքր է, խնդիրը դա է, քանի որ արդեն ուսանողներին, չնայած ուսանողական է Մասիս համայնքապետարանը հատկացրել, հիմնականում տարբեր ժամերի համապատասխան լինելու համար խնդիրը դա է, որ մարդաքանակը չի տեղավորվում։ Մեծ լինելու տրանսպորտ, ավտոբուս կամ ավելի ինչ որ հարմարավետությունը։ Մեծ ավտոբուսներ են պետք։ Շատ մեծ չէ, միկրոավտոբուսներ, սակայն 20 րոպե, կես ժամ մեկ ունենում են կապը Երևանի հետ։ Քանի որ Երևանից մոտիկ է, պետք է արագ աշխատեն։ Այո, Երևանից մոտ 8-ից մաքսիմում 10 կիլոմետր հեռավորության վրա է, Մարզկենտրոնից 26 կիլոմետր, Մասիսից 5 կիլոմետր հեռավորության վրա է։ Գյուղը գտնվում է, կարելի ասել, կենտրոնական հատվածում։ Ահա։ Իսկ բնակիչները խմելու ջրի, ոռոգման ջրի հետ կապված բողոքներ շատ են ունենում։
Ռոռոկման ջուրը որոշ չափով այո, քանի որ հերթականությամբ են ռոռոքում, խմելու ջուրը Վիոլան սպասարկում է եւ նաեւ արտեզան հորերից են օգտվում մեր բնակիչները, հիմնական, որը կառուցվել է սովետական միության ժամանակ, այդպիսի որ խիստ խնդիր լինի, ոչ չէի ասի, մեն խնդիրը ռոռոքումն է, որ կարողանան դաշտերում ինչ որ բան ցանեն, օգտագործեն։ Արմինե ջան, վարչական ղեկավարը որ թվականից է ղեկավարում գյուղը։ 2022 թվականի փետրվարից։ Մոտավորապես 3 տարուց ավել։ Այո։ Ահա, ինձ կասեք նրա ղեկավարության ժամանակաշրջանում սուբվենցիոն ինչ աշխատանքներ են կատարվել Մասիս խոշորացված համայնքի հետ մեկտեղ։ Սուբվենցիոն ծրագրերից կատարել են 2 փողոցի ասֆալտապատում, Վազգեն Սարգսյանի եւ Բաղրամյան փողոցի, ինչպես նաև լուսավորությունը, Պաուլ Սևակի փողոցի լուսավորությունը ամբողջովին վերանորոգմամբ եւ հիմնանորոգմամբ եւ մյուս փողոցների լուսավորություն, վերանորոգումները եւ այլն կատարվել են։ Այժմ պետք է 25 թվականին կատարվի սուբվենցիոն ծրագրով Բաբաջանյան փողոցի ասֆալտապատումը եւ նախագծվում է Ռաֆու եւ Անդրանիկի փողոցի ասֆալտապատումը։ Այսինքն 2025 թվականին նախատեսել եք ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Աղբահանությունը գործում է շաբաթական 2 անգամ։ Դպրոցում գործում են խմբակներ։ Մի ժամանակ բարի խմբակ կար, այժմ ոչ։ Ես վստահ եմ, որ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար պարոն Դավիթ Համբարձումյանի եւ Զորակի վարչական ղեկավար Արայիկ Մարտիրոսյանի համատեղ աշխատանքի շնորհիվ խնդիրները որոշակի կերպով լուծում կստանան։ Մեր համայնքում երբևիցե չէ եղել հիշատակյակի, քանի որ չենք ունեցել 90-ականներին զոհեր ենք ունեցել 20 թվականին ցավոք սրտի, կառուցել է նախկին համայնքի ղեկավարը Մանուկ Մալոյանը եւ բացումը կատարել են 2020 թվականի դեկտեմբերին։ Վեչեսլավ Մուսայելյանը զոհերից մեկը 1988 թվականի ծնված, մահացել է հենց իր ծննդյան օրը, հոկտեմբերի 23-ին։ Գրիշա Դանիելյանը մահացել է սեպտեմբերի 27-ին, հենց առաջին օրը, մահից հետո ունեցել է 1 քույրիկ եւ սպասում են 1 եղբայր։ Մեր ապագա բժիշկը պետք է լիներ Դավիթ Բադալյանը, նա մեր գյուղի ծնված երեխա է, սա մահացել է սեպտեմբերի 27-ին։ Եվ ինձ թվում է բոլորի համար սա ամենացավոտ թեման է, ինչպես նաև մեզ համար, եւ միշտ կհիշենք նրանց։ Այո, մենք պարտավոր ենք հիշել բոլորին անուն առ անուն, քանի որ նրանց շնորհիվ ենք հիմա ապրում, շնչում ու նրանց թափած արյան գնով պաշտպանած հայրենիքը իրավունք չունենք զիջելու թշնամուն։ Սիրելիներս, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, աշխարհի ամենաընտանեկան կապը։ Ընկերությունը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, շատ հեռուստաալիքներ եւ մի շարք խելացի լուծումներ։ Իդեպ, եթե այժմ բաժանորդագրվեք, ապա բոլոր ծառայություններից կարող եք օգտվել 2 ամիս կես գնով։ Մեծ պատիվ ունեմ գտնվելու Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Զորակի միջնակարգ դպրոցում, որը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը։ Բարև ձեզ, ընկեր Ավետիսյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ եմ, եկել ենք տեսնենք, թե ինչ կա չկա ձեր դպրոցում։ Ոյ շատ լավ եք արել, թող ձեր ոտնամուտը բարի լինի մեր դպրոց։ Դուք ինքներդ քիչ հետո կտեղեկանաք, թե ինչ կա չկա մեր դպրոցում։ Շատ ավելի լավ։ Հիմա եկեք սկսենք դպրոցի պատմությունից, թե որ թվականին է հիմնադրվել այս գեղեցիկ ուսումնական հաստատությունը։ Շնորհակալ եմ, որ հենց անմիջապես նկատեցիք, որ իսկապես մեր դպրոցը շատ գեղեցիկ է։ Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցը կառուցվել է 1986 թվականին, իսկ
11 թվականից կրել է Մոնթե Մելքոնյանի անունը։ Ինձ հետաքրքիր է, ինչու հենց Մոնթե Մելքոնյանի անունը։ Անկեղծ ասած, դա իմ կարծիքն է, ես կարծում եմ, քանի որ Մոնթե Մելքոնյանը ազգային հերոս է, ի պատիվ նրա անվանակոչվել է դպրոցը, որպեսզի այն սերունդը, որը կրթվում եւ դաստիարակում է հենց մեր դպրոցում, Մոնթեի նման ազգասեր, հայրենասեր, անվաղ քաջորդիներ մեծանան։ Ընկեր Ավետիսյան, դպրոցում քանի աշակերտ է սովորում։ Այս պահին սովորում են 356 աշակերտ, ունենք նախակրթարան, 13-20 է այնտեղ հաճախում։ Բոլոր աշակերտները զորակից են, թե այլ բնակավայրերից։ Ոչ, ունենք այլ համայնքներից, հարևան գյուղերից եւ հիմնականում Զորակ գյուղից։ Ինչպես տեսա, շենքը ջեռուցվում է։ Այո, ունենք լոկալ ջեռուցում։ Շենքային պայմանները լավն են, գերազանց չեն, բայց լավն են։ Գոհ են եւ աշակերտները եւ ծնողները ջեռուցման սեզոնին իսկապես այնքան տաք է լինում, որ համոզված եմ շատ բնակավայրերում այդ ջերմությունը չի ապահովում։ Այսպեսի մի հարց, մարզադահլիճ կա։ Այո, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ ունենք։ Ամեն ինչով շենքը ապահովված է։ Այո, ակտիվ է դպրոցը, տարբեր միջոցառումների են մասնակցում, թե համադպրոցական, թե դպրոցի ներսում, թե դպրոցից դուրս։ Աշակերտները շատ մեծ սիրով, ոգևորությամբ տարբեր միջոցառումների են մասնակցում եւ բազմաթիվ հաջողություններ են գրանցում։ Այստեղ նկատում եմ գավաթներ։ Այո։ Սպորտի ասպարեզում ունենք հանրապետական փուլ հաղթած աշակերտներ, այս պահին հենց այս տարի արդեն օլիմպիադայում ունենք առաջին տեղ հաղթած աշակերտ 12-րդ դասարանի զպահառարկայից, որը հանրապետական փուլում արդեն իսկապես մեծ հաջողություն կարծում եմ կգրանցի եւ մենք դրանում իհարկե միայն ուրախ ենք։ Շատ ուրախ եմ ընկեր Ավետիսյան։ Նմանապես։ Հիմա առաջարկում եմ գնանք շփվենք աշակերտների հետ։ Խնդիր չկա, համեցեք։ Աղջիկներ, ոնց եք։ Լավ եք, դուք ոնց եք։ Լավ դուք։ Նորմալ։ Տեսնում եք, անձրևոտ եղանակը անտեսել ենք ու եկել ենք, որպեսզի ձեզ հետ ծանոթանանք։ Ուրախ ենք շատ։ Մենք էլ։ Կպատմեք ինչ կա չկա ձեր հարազատ դպրոցում։ Մեր դպրոցում շատ լավ է անցնում, շատ ուրախ է անցնում, շատ լավ դասարան ունենք մենք ու լավ հարաբերությունների մեջ ենք։ Երեխեք, ձեր անունները կասեք։ Ռիհաննա, Ռիհաննա։ Ինչ լավ անուն ես։ Եբրաքսիա։ Եբրաքսիա ջան, դու մի քիչ առաջ ասացիր, որ Գյումրեցի եմ ես, այս 7 տարի, 8 տարի որտեղ եմ ապրում։ արի Գյումրի բարբարով բարևիր քո հարազատ։ Բարև ձեզ, ինչ եք։ Չես կարոտել իրենց։ Դե ամառային արձակուրդների բան տես գնում եմ, միշտ գնում եմ։ բայց ճիշտն ասած այդքան շատ էլ այնտեղ չի քայֆում, որովհետև իմ ընկերության մեծ մասը իմ շրջապատս տեղա էլի այստեղ։ Զորակում է ձևավորվել։ Այո, զորակում է ձևավորվել։ Դե որ այդպես է, մի փոքր էլ պատմեք զորակցիների մասին։ Զորակցիները շատ դրական մարդիկ են, շատ լավ է։ Հյուրընկալ են, այո։ Ձմեռը որ ձյուն ուզեմ կտան։ Որ ձոն լինի կտանք, որ լինի կտանք։ Եթե որ լինի էլի, որովհետև այստեղ շատ քիչ է գալի ձոն։ Անպայման։ Եկեք։ Անպայման ես կտամ ձեզ, անպայման եկեք։ Գյուղի հետ կապված ինչ երազանքներ ունեք։ Կուզենամ որ մեր գյուղում ինչ-որ տենց տեղ լիներ, որ խաղահրապարակ լիներ, տենց ստադիոնի պես ինչ-որ մի բան լիներ։ Ասֆալտապատ տեղ ամեն ինչը լիներ։ Ձեր կյանքի վերաբերյալ ինչ երազանքներ ունեք։ Դե որ վերջացա, վարսավետությունը ավարտեցի, իմ սալոնը կդնեմ ու կաշխատացնեմ ամեն ինչ, որ շատ լավ ընթանալու իմ կյանքում։ Սրահը գեղեցկության որտեղ ես բացելու։ Կամ Երևանում, կամ էլ հենց Զորակում։ Արի Երևանը մոռանանք, Զորակում բաց։ Հենց Զորակում։ Այստեղ զարգացնենք։ Զորակում ուրեմն։ Դեսը երազում եմ բժշկական համալսարան ընդունվեմ ու հետագայում տենց բժիշկ դառնամ։ Լավ Հետա։ կան։ Ուրեմն Ռիհաննա ջան, քեզ առաջադրանք հենց պրոֆեսիոնալ տիրապետես քո մասնագիտությանը, Զորակում մեծ հիվանդանոց կբացես։ Փորձեմ խոսել Շամշադինի բարբառով, ասեմ, Զորակի դպրոցում եմ, աստիճաններով բարձրանում էի, մեր բարբառով ասած, ոնց է, բարձրանում էի։ Բարձրանում ենք։
Բարձրանում էինք աստիճաններով, մեկ էլ հետևից մեկը ձայն տվեց, ասեց Արևիկ ջան, ինձ չես ճանաչում, հետ նայեցի ու ասացի, ճիշտն ասած չեմ հիշում, նա էլ ասաց ձեր Շամշադինից եմ։ Անունս Ռոզա, մենք Facebook-յան ընկերներ ենք։ Եկեք մի փոքր խոսենք, ամել մեր Շամշադինից եք։ Մեծ հաճույքով։ Դեմա ասեմ, ես հատուկ մանկավարժ եմ, մի ժամանակ ապրում էի Բերդի տարածաշրջանում, բայց ինչ հանգամանքներով տեղափոխվեցի Արարատի մարզ, հիմա աշխատում եմ այստեղ, ունեմ 16 տարվա աշխատանքային փորձ։ Աշխատում եմ Արարատի մանկավարժահոգեբանական կենտրոնում եւ այցելություններ եմ ունենում դպրոցներ, մանկապարտեզներ որպես մասնակետ։ Աշխատում եմ հատուկ կարիք ունեցող բարիկների հետ։ Հիմա նորաբացում եք, չէ՞ բնակվում։ Բնակվում եմ Նորաբացում, այո։ Վեր կյանքը նորաբաց, անպայման կյանք ձեր տուն։ Շատ մեծ հաճույքով, որովհետև շամշադինցիները իրենք հյուրընկալ մարդիկ են, սիրում են հյուրեր ընդունել եւ մեծ հաճույքով, ափսոս ձմեռ չի, թե չէ մեծ հաճույքով ծիբուլ կուտեինք միասին։ Արևիկ ջան, այստեղ 12-րդ դասարանն է սովորում, դիմացի դասասենյակում 10-րդ, հաջորդ դասարանում 5-րդ։ Որ դասարան կուզեք, խնդրեմ համենանք։ Գնանք 12-ների մոտ։ 12-ը սիրով։ Գտնվում ենք դպրոցի 12-րդ դասարանում, այժմին 6-րդ դասաժամն է։ Աշակերտների մի մասն ընտրել են, քանի որ 12-րդ դասարանում առարկաները ընտրում են աշակերտները, ներկա գտնվող աշակերտները ընտրել են անգլերենը եւ այս պահին անգլերենի դասաժամն է ընթանում։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ո՞նց է։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ է։ Որոշել եք դպրոցը ավարտելուց հետո որ բուհերն եք ընտրելու։ Օրինակ ես ԵՊՀ եմ տալու սերվիս բաժինը, ունենք շատ ժողից եւ ելի ունենք ԵՊՀ Ռոմանոից։ Ինչ ես կարծում, բոլորը կընդունվեն։ Բոլորս արդեն ընդունվել են հունվարի քննություններից հետո։ Բոլորը։ Այո։ Եղել է որ դասից փախչեք։ Եղել է։ Եղել է։ Ով էր հիմնականում կազմակերպիչը։ Հիմնականում եթե մենք ինչ-որ բան ենք կազմակերպում, բոլորով ենք մի հայտարարի գալիս, բոլորս ենք առաջարկում, քննարկում, հասկանում այդպես անելու ենք թե ոչ, հետո արդեն բոլորով հասկանում ենք։ Այդ անենք, արժի անել թե չէ։ Մարիամ ջան, քանի որ Զորակը Երևանից մոտ է, ոնց եք պատկերացնում բարձրագույն հաստատություններ գնալ գալը։ Քանի որ համայնքապետարանը տրամադրել է ավտոբուս, ուսանողական ավտոբուս, մեծ մասը թե քոլեջներ գնացող, թե ուսանողները գնում են դրանով, իսկ եթե չէ, ունենք այստեղից քաղաք շարժվող գազել, որը բոլոր ժամերին արդեն իսկ հարմար է ուսանողների համար։ Այսինքն շարունակելու եք ապրել Զորակում, բայց սովորելու եք Երևանում։ Այո։ Մեր գյուղից էլ ունենք, հա, մեր գյուղից էլ ունենք։ Չէ, ունենք շատ ուսանողներ, ովքեր որ այդպես գնում եւ գալիս են։ Որպես երիտասարդ Զորակում բնակվող, ըստ քեզ գյուղը ինչ խնդիրներ ունի։ Գյուղի հիմնականում ունի աղբահանության խնդիր, որոնք որ մեր գյուղապետի կողմից փորձում են լուծենք եւ բոլոր խնդիրներն էլ փորձում են իրենց լուծումը ստանալ։ Իսկ նման այդպիսի խնդիրներ համեմատածալ գյուղերի կարելի ասել շատ չունենք։ Իսկ ինչ կուզենայի, որ գյուղում կառուցվեր։ Գյուղում մենակ այգու պակաս ունենք, որն էլ որ հիմա այդ աշխատանքներն են տարվում, որ գյուղում այգի ունենանք։ Հիմա գյուղում մենակ դպրոցն է, որ երեխեքը կարան ինչ-որ ժամանակ անցկացնեն, դա էլ արդեն դասերից հետո բնականաբար թույլ չի տրվում։ Այսինքն հետաքրքիր վայրերը բացակայում են այստեղ։ Հետաքրքիր վայրերը դպրոցում խմբակներ ունենք, որ երեխեքի համար հետաքրքիր է, իսկ դրանի դպրոցից զատ արդեն իսկ չունենք ինչ-որ այգիներ։ Ինչ խմբակների մասին է խոսքը։ Ընթերցանության խմբակ ունենք, բարի խմբակ ունենք, երգի խմբակ ունենք, խմբակներ, որոնք որ մինչև տարրական դասաներ եւ մի քիչ ավելի բարձր երեխեքին կհետաքրքրի։ Նաև նկատեցի, որ Զորակի վարչական ղեկավարի նստավայրի երկրորդ հարկում կա մեծ գրադարան։ Այո, ունենք գրադարան նաև գյուղում, սակայն դա պետք է վերանորոգվի եւ դպրոցում ունենք նաև on-line գրադարան, որը որ գլիչների վրա արդեն հարմարացված եւ նաև կարողանում ենք այդտեղից օգտվել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, եկեք ծանոթանանք։ Ես ընկերն Արան եմ, 4-րդ դասարանի դասվար, եւ այսօր իմ 4-րդ դասարանի հրաշքները ներկայացնում են միջոցառում Հայաստանը ես եմ խորագրով։ Նպատակն է սեր սերմանել երեխաների մեջ դեպի հայրենիքը, դեռ մանկուց, դպրոցից սովորեցնենք սիրել մեր հայրենիքը, ճանաչել մեր հայրենիքի սահմանները։ Հաճախակ է կազմակերպում նմանատիպ միջոցառումներ։ Կարելի ասել ամեն ամիս։ Երեխաներ, ինչպե՞ս եք։
Լավ եմ, շնորհակալ եմ։ Սիրում եք մեր հայրենիքը։ Մեր դպրոցի 9-րդ A դասարանն է, Արև ջան։ Բարև ձեզ։ Ասում ես ուր են ձեր տղաները։ Սպորտաշրջան պատրաստում եմ մրցումների։ Ինչ մրցումներ։ Թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, Ում հետ են մրցակցելու։ բոլոր Արարատի մարզի դպրոցների հետ։ Ինչ կպատմես ինձ քո դասարանի մասին։ Իմ դասարանի մասին գյուղակապ դասարան է։ Արտասովոր դասարան ունեք, որտեղ նայում եմ մի հետաքրքիր գրված կա։ Կարող ես դու աշխարհում անհաղթահարելի ոչինչ չկա։ Նաև այստեղ պատին գրված է գրկել, երազել, աղոթել, սիրել, նվիրել, մաղթել, ապրել, արարել, հաղթանակել, մկրտել, լիանալ, օրհնել, ներել, լուսավորել, սատարել, թրջել, վստահել, հուսալ, օգնել, նվիրել։ Կասես ովքեր են այս բառերի հեղինակները։ Մեր բոլոր դպրոցի դասատուները ամեն մեկը մեկ բառ ասել է եւ մեր դասղեկը գրել է այստեղ։ Գրվել են։ Հա, տեսնում եք, ինչ դպրոց ենք եկել, ես իսկապես հիացած եմ, թե դպրոցի ուսուցչական անձնակազմով, թե աշակերտական կազմով ապրեք։ Ասեմ ավելին, դռան վրա գրված է շնորհակալություն։ Ես գալիս եմ մեր սիրուն տղայի մոտ։ Կարելի է այստեղ նստել։ Շնորհակալություն։ Միշտ ես բարի։ Հա։ Ապրես։ Արի մի այսպիսի հարց տամ քեզ։ Տեսնեմ կպատասխանես, թե ոչ։ Զորակը որ թվականին է հիմնադրվել։ 1712 թվականին։ Ապրես դու։ Հա։ Որոշել ես, որ դպրոցը ավարտես, որ ուղով ես շարունակել քո կյանքը։ Հա։ Ասա։ Ինժեներ ճարտարագիտ։ Ինչ ես անելու քո մասնագիտության շնորհիվ։ Շենքեր եմ գծագրելու, տներ։ Շատ լավ, ուրեմն մոտ ապագայում Զորակում գեղեցիկ շենքեր կլինեն բնակելի։ Չէ։ Բա, Զորակում չէ։ բա որտեղ։ Զորակից դուրս։ Ինչու։ Բայց Զորակում ինչ ենք։ Բայց Զորակում ինչ ենք։ Տնաշեն, ես ասում եմ ամեն գնով մեր գյուղերը զարգացնենք, որ քաղաքներում ապրող մարդիկ գան գյուղերը շենացնեն, դու ասում ես Զորակում ինչ ենք։ Նեղացա քեզնից։ Ոչինչ։ Բանակ գնալու ես։ Հա։ Քո կամքով։ Այո։ Թե ստիպված։ Իմ կամքով։ Գնալու ես ինչ անես։ Ծառայեմ։ Հանուն ում։ Հանուն մեր հայրենիքի։ Զորակցիներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ եմ։ Կարող եմ տանեցիներից բարևել։ Բարևիր։ Բարև մամ, բարև պապ։ Գիտեմ որ լավ եք։ Ինձ մի քանի հարց կտակ։ Քո տանեցիները գիտեն, որ քեզ գերի եմ վերցրել։ Դու։ Ես։ Այո, նրանք գիտեն ամեն ինչ անում են դրա հետ կապված, որ շուտապույտ ազատ արձակեն ինձ։ Իսկ ինչ կասես դու զորակցիների մասին։ Ճիշտ է մի քանի ժամ է որ ինչ գյուղում ենք, բայց ես շատ լավ կարծիք ունեմ։ Ինձ նույնիսկ խոսք են տվել հաջորդ գալուց խորոված պատիվ տան։ Երեխեք, այսպեսի մի հարց ունի Վահագը ձեզ։ Ասում արևիկը լթակունքը հարցնես, տեսնեմ զորակցիները ինչ են ուզում իրենց գյուղում լինի, միասին տանենք կառուցենք։ Այո։ Հələ ասեք տեսնեմ։ Սրճարան։ Սրճարան, Մանկական թե մեծերի համար։ Մանկական ու մեծական էլի։ Խառը։ Որ ծնունդների ժամանակ էլ Մասիս Երևան չհասնեք։ Հա։ Եկե խաղալ հրապարակ։ Հիմա մենք գնանք գյուղելի բացահայտենք, թողում եք, Հա։ որ հասցնենք լիքը կադրեր ունենանք, որ գյուղը ձեր գյուղը ավելի շատ ցույց տանք։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ես Արևիկն եմ, այսօր բացահայտում եմ Զորակը։ Քայլում էինք եւ նկատեցի այս մատուռը, չկարողացա անտարբեր անցնել։ Դուք գյուղի բնակիչ եք։ Այո։ Եվ այս մատուռը կառուցվում է իմ նախաձեռնությամբ գյուղի բնակիչների օգնությամբ։ Այդքանը, ասենք, ով կարում է գալի օգնում է։ Ինչով կարում են օգնում են բնակիչները,
Ով էլ կցանկանա օգնի, համեցեք։ Ձեր անունը։ Հակոբ Խաչատրյան։ Իսկ շինարարությունը երբ ավարտին կմոտենա։ Այդ մեկը չեմ կարա խոստանամ հələ օր, բայց շուտով։ Ինչն է խանգարում, որ մոտ օրերս վերջանա։ Եղանակներ մի քիչ խանգարում մեզի, մնացածն էլ ընթացքում կլինի։ Իսկ համայնքապետարանը Մասիսի որևէ աջակցություն հայտնել է։ Ինչ որ չափով իրանք էլ են օգտակար են եղել, ասենք տեխնիկային տրամադրես դե գործ են կարել։ Այսպիսի ասացվածք ունենք, չէ՞, գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Այո։ Ահա, հիմա այդ խոսքը ես տեսնում եմ որպես իրականություն։ Մի գյուղ կանգնում է եւ իսկապես ամեն ինչ արվում է։ Եթե մի բան կառուցվում է գյուղի սրտից, դա ընդունվում է ժողովրդի կողմից։ Իսկ անունը ինչ եք որոշել, ինչ է լինելու։ Իմ տղայի անունով Հովհաննես։ Սուրբ Հովհաննես Մատուր։ Այո։ Համեցեք գնանք սուրճ խմելու հայկական օջախ։ Անպայման, համել երկար ժամանակ է սուրճ չենք խմել։ Եվ այսպես մենք հյուրընկալվեցինք Խաչատրյանների օջախում։ Իդեպ ասեմ, Մատուրը Հովհաննեսի անունով է, կոչվելու Հովհաննեսն էլ ինքն է։ Քո անունը? Արտուր։ Ձեր երեխաներն են։ Քանի երեխա ունեք։ 4 երեխա, 2 տղա, 2 աղջիկ։ Ուղարկելու եք ձեր տղաներին ծառայության։ Անպայման։ Այս պահին մենք ունենք ծառայող եղբայր, որի անունն է Նարեկ։ Դե արի Նարեկին ջերմ բարևներ ուղարկենք։ Հա? Ու ասենք, որ առողջ լինի, մեր սահմանները ամուր պահի, մենք էլ կարողանանք թիկունքից իրենց օգնել։ Նարեկ, քանի տարեկան ես։ 10։ Ինչ ես անում գյուղում, ինչով ես զբաղվում։ Զբաղվում եմ պարով ու խաղում եմ ամբողջ օրը։ Պարի որտեղ ես գնում։ Մասիս։ Հա, հասնում ես քաղաք։ Այո։ Ո՞վ է տանում։ Ավտոբուսով են գնում։ Մենակ ես գնում գալիս։ Քույրիկիս հետ։ Քույրիկն էլ է պարի հաճախում։ Այո։ Եվ ինչ պարեր եք սովորում։ Գնչուական, շալախո, իլիկներ։ Նարե, դու քաղաքն է շատ սիրում, թե գյուղը։ 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 Ահա, իսկ որ ընտրության առաջ կանգնած լինեիր, հնարավորություն լիներ, Մասիս քաղաքը կընտրեիր, թե Զորակ գյուղը։ Մասիս քաղաքը։ Ինչու։ Որտեվ այնտեղ շատ հաճախելու տեղեր կա։ Օրինակ ինչ։ Բարի, նկարչականի, դհոլի եւ այլ մասնագիտությունների։ Այսինքն խոսքը խմբակների մասին է։ Այո։ Գյուղում չկան խմբակներ շատ։ Ոչ։ Այ որ գյուղում շատ խմբակներ լինեն, կուզեիր այստեղ միշտ ապրեիր։ Այո։ Աղջիկներ, տան գործերում մայրիկին օգնում եք։ Այո։ Այ դու մեծն ես, չէ՞։ Ինչ ես անում օրինակ։ Երեխուն եմ պահում, հաց եմ սարքում, եթե մամա զբաղված է լինում։ Քանի տարեկան ես։ Թխվածք եմ թխում։ Այս թխվածքը դու ես թխել։ Վայ, դե ոչինչ, մյուս անգամ մեզ համար թխվածք պատրաստես, հա։ Մենք այժմ գտնվում ենք Զորակ բնակավայրի 2-րդ փողոցում, ինչպես տեսնում եք, ճանապարհը ասֆալտապատված է շնորհիվ Մասիս խոշորացված համայնքի։ Առաջիկայում էլի կլինեն ճանապարհներ, որոնք կասֆալտապատվեն։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, եկանք հասանք Զորակ բնակավայրի մանուկների աշխարհ մսուր մանկապարտեզ։ Հիմա ընկեր Ալան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեզ կպատմի մանկապարտեզի մասին։ Մեր մանկապարտեզը բացվել է 2018 թվականին։ Այն ժամանակ դեռևս խոշորացված չէին համայնքները։ Պարոն Մալոյանն էր համայնքի ղեկավարը, իր օրոք բացվեց մանկապարտեզը, 2 խմբով բացվեց։ Հետագայում մինչև սեպտեմբեր արդեն 3-րդ խմբի կարիքը կար, բացվեց 3-րդ խումբը, մինչև հիմա 3 խմբով ենք աշխատում, հույս ունենք, որ կշատանան խմբերը, շենքային պայմանները բարվոք են, լավ վիճակ է, այս պահին ունենք հաճախող 79 երեխա, բայց հերթագրված շատ երեխաներ կան, ուղղակի տեղեր չունենք,
Հույս ունեմ, որ էլի խմբեր կբացվեն ու ոչ մի երեխա չի լինի, որ իր տարիքը կգա եւ մանկապարտեզ չի հաճախի կամ ուշ կգա։ Այսինքն պետք է շենքը մեծացնել։ Հա, շատ մեծ երազանք է դա մեզ համար։ Իհարկե մենք համայնքի ղեկավարին դիմել ենք այդ հարցով։ Տեսնենք ինչպես կստացվի։ Միգուցե ընդառաջեն։ Շատ կուզեինք, որ ընդառաջեին։ Հուսանք։ Ընկեր Ալա, շենքը կառուցել են որպես մանկապարտեզի շենք։ Չէ, կառուցել են որպես հանրակացարան, բայց հետագայում, երբ որ արդեն կարիք եղավ մանկապարտեզ կառուցելու, հարմարեցրեցին ու դարձավ մանկապարտեզ։ Արևիկ ջան, տեսնում եք, սա էլ մեր մանկապարտեզի բակային հատվածն է։ Տաղավարները ունենք, խաղային ատրակցիոնները կար, բայց հատակի մասը չկար։ 24 թվականին մասը խոշորացված համայնքի կողմից ձեռք բերվեց։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է, ապահով է, երեխաները շատ հանգիստ խաղում են, շատ ավելի նորմալ ու բարեկեցիկ կարգավիճակում ենք հիմա երեխաներին հանում բակ։ Այո, շնորհակալություն եմ հայտնում Մասիս խոշորացված համայնքին, որ մանկապարտեզի սաների մասին միշտ մտածում է։ Շուտով մեր ամենասիրելի տոնն է, Զատիկը, ու բոլոր տատիկները ու մամաները թխելու են մեր համով գաթա։ Միացիրուն շուրջ բարենք հիմա կազմում ու ներկայացնենք մեր պարը, հա, փոքր սովորենք արդեն մեր հայկական պարը։ Հիմա գտնվում ենք մեր ավագ խմբում, այստեղ երեխաները տեսնում եք արդեն պատրաստում են Սուրբ Զատիկի տոնին, ամեն ինչ պատրաստ է այնտեղ, աշխատանքները տարվում են, տեսնում եք երեխաները արդեն տառաճանաչ են, թվաճանաչ են, իրենք շատ խելացի են։ Երեխեք որոշել եք, որ մեծանակին չեք դառնալու։ Դու ճտպտ ես, արի իմ մոտ։ Քանուն ինչ է։ Սոֆի։ Սոֆի ջան, միկրոֆոնը վերցրու, ապրես։ Հիմա շրջվում ես ու ընկերներիդ հարցնում ես, թե իրենք ինչ են դառնալու, երբ որ մեծանան։ Լավ։ Արե դու ինչ ես դառնալու։ Մուզիկան։ Բա դու ես դու նկարիչ։ Ռոբերտու նկարիչ։ Էլի նկարիչ, ում ես նկարելու։ Հա։ Արմինեին կնկարես։ Ահա։ Գորիկ դու։ Զինվոր։ Էնյուս գորիկ դու։ Պաշարնի։ Ինչ էր։ Ինչ էր քո անունը։ Մոնթե դու։ Զինվոր։ Էլիրա դու։ Կարար։ Ամոթ ճաշիկներ կպատրաստես, որ վաղը գա ուտի։ Երեխաներ, կարող եք ցույց տալ Մոնթե Մելքոնյանին։ Դե տեսնեմ։ Ապրեք, դե նստեք։ Մոնթեն ասում է, ես Մոնթեի նման միշտ ուժեղ եմ լինելու, հերոս եմ լինելու։ Երեխեք, մեր հայրենիքի անունը ինչ է, գիտեք։ Այո։ Ինչը։ Հայաստան։ Հայաստանի դրոշի գույները գիտեք։ Այո։ Կապուցինանագույն։ Ահա եւ մեր միջին խումբը, երեխաները կազմ պատրաստ սպասում էին մեզ։ Հիմա տեսնենք իրենց ինչպես կդրսևորեն։ Ոնց են երեխաներ։ Երեխեք, եկեք մի հատ երգ երգենք միասին։ Համաձայն եք։ Որը երգենք։ Ով է ուզում իր մայրիկին հերոստացույցի միջոցով ասի, որ իրեն շատ է սիրում։
Մամա ջան, քո տղան քեզ շատ է սիրում։ Դու ում աղջիկն ես։ Պապայիս։ Պապայիդ անունը ի՞նչ է։ Վահագ։ Դու ես իրեն շատ սիրում, թե ինքը քեզ։ Իմ պապան է ինձ շատ սիրում։ Դու ինչ կասես։ Ես պապա բարև։ Ամեն օր երեխեք, հենց որ քնից արթնանաք, լսում եք, ձեր պապաներին կասեք, որ պապա ջան, քեզ շատ եմ սիրում։ Այո։ Սիրելիներս, այսօր էլ առանց եղանակային պայմանները հաշվի առնելու որոշ չափով բացահայտեցինք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքին պատկանող Զորակ բնակավայրը։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մասիս խոշորացված համայնքի ղեկավար պարոն Դավիթ Համբարձումյանից, ով ամեն կերպ իր ուշադրության ներքո է պահում ցանկացած բնակավայր, եւ վստահ եմ, օր-օրի մեր գյուղերը նրա շնորհիվ ավելի են բարգավաճելու, զարգանալու։ Շնորհակալություն նաև մեր գլխավոր հովանավոր Fnet Telecom ընկերությանը, որը միշտ մեր կողքին կանգնած է։ Կրկին կհանդիպենք Արարատի եթերում, ձեզ հետ Արևիկներ, ինձ սպասեք ձեր բնակավայրերում։